Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս առիթով Քվանտին իր գոյության համար, Քվանտին հանրակրթական համակարգը հարստացնելու համար, Քվանտին նախարարությանը ճիշտ գաղափարներ հուշելու, թելադրելու և մեզ հետ մշտական պրոդուկտիվ պայքարի մեջ գտնվելու համար։ Քվանտը առանձնահատուկ է նաև այն հանգամանքից ելնելով, որ մասնավոր է և հազվադեպ օրինակ է կրթական համակարգում, երբ որ մասնավորին հաջողվել է որակապես տարբերվել շատ ու շատ պետականներից դրական իմաստով։ Կրթության նախարարը Քվանտը համարում է օրինակելի ոչ միայն ուսումնական, այլև ոչ կոռումպացված կրթական հարաբերությունների մակարդակում։ Կա իրական ցանկություն ստանալ գիտելիք և ոչ թե ստանալ բարձր գնահատական ատեստատում կամ ստանալ հերթական բարձր գնահատականը այս կամ այն ծաղկեփունջը կամ ինչ-որ մեկ այլ ավելի թանկարժեք նվեր ուսուցչուհի նվիրելու համար։ Ես ուղղակի կարող եմ երազել, որ նման մթնոլորտ ստեղծվի մեր հանրակրթական ողջ համակարգում։ Նորամուծությունների թոփ տասնյակում նաև 12-ամյա կրթակարգն է, շարունակվեցին դպրոցաշինության ծրագրերը, ավելացան նախակրթարանները։ Բացվեց նաև առաջին միջազգային դպրոցը։ Գիտեք, որ Քվանտ վարժարանը ստացել է միջազգային բակալավրիատի միության սերտիֆիկատը և համարվում է Հարավային Կովկասում 5-րդ, իսկ Հայաստանում առաջին միջազգային դպրոցը։ Դպրոցների մեջ պարզ կարող եմ ասել, գովազ չդիտվի, բայց Քվանտ վարժարանի տնօրենն է այստեղ, ես միշտ ասում եմ, Քվանտ վարժարանը Հայաստանի Հանրապետության լավագույն դպրոցներից մեկն է։ Բայց այդ վարժարանի կողքին, ներեցեք, որ դա պետք է անցում կատարեմ, կան բազմաթիվ վատ մասնավոր դպրոցներ։ Քվանտը բացառիկ դեպք է, ասեմ ինչու նաև, որովհետև մեր օլիմպիական մեդալների կեսը, նվազագույնը կեսը բերում է Քվանտի շրջանավարտը։ Եվ սա ես նայում եմ գուցե ոչ այդքան զանգվածային կրթության որակի առումով, որքան իմ երկրի պատիվը դրսում պահելու